պատրաստում ենք բորշ բազուկով։ Նայեք, կարմիր բազուկը լված է, մաքրել, ձորքել եմ։ Ով ուզում է թողտանակով կտրտի։ Միսը էփել եմ, թել եմ արել։ Ով որ ուզում է թող կտորներով անի։ Ավելացնում ենք յուղը, ես հալած յուղ եմ ավելացնում։ Ես մենակ սա եմ օգտագործում, ես ձեթ չեմ օգտագործում, 1000-ից մեկ չգիտեմ որտե։ Հիմա դնում ենք ժարիտ ենք անում, ավելացնում ենք տոմատի մածուկ, կարմիր բիբար աղացած, սխտոր, բուլյոնը մսի ու աղ, ըստ ցանկության։ Ես շատ քիչ եմ գցում, մսի մեջը աղ չեմ գցել։ Դե գնացինք պլիտի մոտ։ Ամեն ինչը ավելացրել եմ, կարմիր բիբարը, պապրիկան, տոմատը, աղը, սխտորը, լավ ժարիտ եմ արել, պատրաստ արդեն։ Հիմա ավելացնում ենք բուլյոնը։ Բուլյոնը ավելացրեցինք, մի քիչ էլ է պետք, մի քիչ էլ կավելացնենք ու կավելացնենք միսը։ Միսը արդեն պատրաստ է, խնդրեմ։ Միսն էլ վերջում կավելացնենք 10-15 րոպե հետո արդեն կանջատենք, պատրաստ կլինի։ Իսկ ստեղ գիտեք ինչ եմ պատրաստում։ Կանաչ լոբի, սոխորածով, պամիդորով, ամեն ինչ։ Արդեն պատրաստ է, նայեք, բազուկը, էփվել է, ամեն ինչով իր համեմունքներով պատրաստ է։ Հիմա ավելացնում ենք միսը։ Վերջ։ Մի 5-10 րոպե հետո անջատում ենք ու մեր ամենահամով բորշը բազուկով արդեն պատրաստ կլինի։ Դիետիկ ճաշա, երեխեք ջան, դիետիկ բորշ, առանց կարտոշկա, առանց կաղամ, մենակ բազուկ ու միս։ Վերջ։ Պատրաստեք և վայելեք։ Պետրուշկա էլ պետք չի, կարանք պետրուշկեն ուտելուց լցնենք ափսեի մեջը։ Վերջ ժողովուրդ ջան, մեր կարմիր բազուկով բորշը պատրաստ է, անջատում ենք, իսկ հիմա համտեսենք։ Սկզբից լցնում ենք այսպես, նայեք, ինչքան լավն է գույնը։ Մեջը չկա ոչ լիմոնի կիսլատա, ոչ լիմոն, ոչ էլ ուքսուս։ Մարդկա ուքսուս է լցնում 9%-անոց, ես չեմ լցրել, ոչ մի բան չկա, ինքը իրանով կարմիր, նայեք։ Վերջ։ Մի փոքրել ես կլցնեմ պետրուշկա, գեղեցկության համար, նայեք, ու վերջ, բարի ախորժակ, պատրաստեք ու վայելեք, շատ համով փորձել եմ արդեն մի 2 կտալ, ինձ որ սիրով պատրաստ